Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շենգավիթ վարչական շրջանում ներկա է գտնվել աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությանը։ Միջոցառման ընթացքում վարչապետը եւ Արթուր Աբրահամը ստորագրել են սենունդներին ուղղված ուղերձը, որը հանդիսավորությամբ տեղադրվել է համալիրի հիմքերում։ Կառավարության հատկացրած 2 միլիոն դրամով կառուցվող կենտրոնը բաղկացած է լինելու 2 մասնաշենքից եւ ներառելու է մարզասրահներ բռնցքամարտի, ըմբշամարտի եւ բասկետբոլի համար։ Գործադիրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ նոր համալիրը շահագործման կհանձնվի սահմանված ժամկետներում եւ բարձր որակով։ Դրա համար շնորհակալություն եմ հայտնում մեր վարչապետին թույլ տալու համար, որ այսպիսի հրաշալի դպրոց կառուցվի ներքին Չարբախում եւ ձեզ եւ ձեր կառավարությանը բարձր շնորհակալություն։ Թույլ տալու մենք ենք խնդրել, որ ձեր անունը հնարավոր է լինի նաեւ ձեր անունով դպրոց կառուցել եւ դա մեծ պատիվ է։ Շնորհակալ եմ եւ ես 15 տարի առաջ ես երազել էի, այս հողերը գնել էի ես երազել էի, որպեսզի սա կառուցեի, կառուցել եմ այգի եւ այստեղ այս հողը գնել եմ 16 տարի առաջ եւ նվիրել եմ մեր պետությանը, որպեսզի այս հրաշալի շինությունը լինի ոչ թե իմ համար, այլ մեր ժողովրդի համար, որ մեր մայրերը, քույրերը, եղբայրները, որտեղ հնարավորություն չունեն ամեն անգամ գնալ քաղաք, գալ, իրենց երեխաներին տանել, բերել, բայց հիմա հնարավորություն են այստեղ մարզվելու եւ ամենակարևորը առողջ մարզվելու։ Ես խորին շնորհակալություն եմ հայտնում ձեզ եւ ես պարտավորվում եմ իմ Գերմանիայի փորձը տալ մեր սերունդին։ Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ արտերկրից ստացվող տրանսֆերտները կենսական նշանակություն ունեն բնակչության սոցիալական հոգսերը թեթևացնելու համար։ Ծառուկյանն ընդգծել է նաև Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման կարևորությունը որպես զբոսաշրջության զարգացման եւ նոր ներդրումների ներգրավման միջոց։ Միաժամանակ նա առաջարկել է պետական մակարդակով զարգացնել կապերը Չինաստանի եւ Հնդկաստանի հետ տեղական արտադրությունը խթանելու նպատակով։ Անդրադառնալով արտաքին քաղաքական կողմնորոշմանը ԲՀԿ առաջնորդը մատնանշեց այն տնտեսական գործոններն ու շուկայական հնարավորությունները, որոնք Հայաստանն այսօր ստանում է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների շնորհիվ։ Այսօր բոլորս գիտենք, Ռուսաստանը մեր դաշնակից երկիրն է, որ մեր մոտից 100 հազարավոր մարդիկ գնում են Ռուսաստան աշխատում են գարնանը, ձմռանը գումար են բերում։ 2 միլիոն ու կես հայություն ունենք, որը այնտեղ մնում է։ Ունենք մեր ամբողջ արտադրանքը, բերքն ու բարիկը, խմիչքները 3 միլիարդ դոլարի տարեկան մենք ապրանք ենք արտանում Ռուսաստան։ Այսօր գազը մեզ տալիս են ամենացածր գնով։ Իսկ եթե մենք ընտրում ենք Եվրոպայի ճանապարհը, Ռուսաստան ինչ ասում, ձեր ցավը տանեմ, ես ձեր բարեկամն եմ, ձեր ընկերն եմ։ Եթե ընտրում եք այդ ճանապարհը, գնացեք այդտեղ, ես ձեզ ոչ խնդրում եմ, ոչ համոզում։ Դրա համար մենք այդքան բան պետք է գիտակցենք, հասկանանք, որ մենք մեր սարքաստունը չքանդենք։ Մենք քանի 1000 տարի մենք Ռուսաստանի հետ շփվում ենք, կապ ունենք, աշխատում ենք։ Ռուսաստանը մեր շուկային ծանոթ է, ապրանքն էլ այսօր մենք կարանք Հայաստանից որից մի բան արտանենք Եվրոպա։ Մեր ժողովուրդը կարա գնա Եվրոպայում աշխատի գա։ ՄԱԿ-ի Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի 82-րդ նստաշրջանի մասնակիցներին իր ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մատնանշել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում արձանագրված պատմական առաջընթացը, որն ըստ նրա ձեռք է բերվել անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում։ Նա նշել է, թե Ադրբեջանի եւ Հայաստանի միջև արդեն առևտրային կապեր են հաստատվել, Բաքուն Երևանի համար տարանցիկ հնարավորություններ է ապահովել, որ քաղաքասարակության ներկայացուցիչներ են այցելում միմյանց երկրներ։ Ալիևը նաև խոսել է միջին միջանցքի կարևորության մասին եւ հավելել, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը կարող է մեծացնել տարածաշրջանային փոխկապակցվածությունը, միավորելով Ասիան Եվրոպայի հետ եւ խթանելով տրանսպորտային, էներգետիկ ու թվային ցանցերի զարգացումը։ Հայաստանում ոչնչացվել է Նեսլե ընկերության նան ապրանքանիշի մանկական սննդի 9 տոննա 700 կիլոգրամ ընդհանուր քաշով խմբականակ։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն ոչնչացման պատճառը ըստ Ռուսաստանից ստացված լաբորատոր փորձաքննության արդյունքների մանկական սննդի չոր, արագ լուծվող, կաթնային եւ կաթնաթթվային խառնուրդների խմբականակներում հայտնաբերված վտանգավոր տոքսինի հնարավոր առկայության ռիսկն է։ Գերատեսչությունը նաև կստուգի հիպ ապրանքանիշի մանկական սննդի ներկրված խմբականակները, քանի որ Ավստրիայի, Չեխիայից եւ Սլովակիայից տագնապալի լուրեր են ստացվել։ Այնտեղ վաճառքից հեռացրել են տվյալ բրենդի սնունդը դրանում մկնդեղի վտանգավոր չափականակ հայտարարելու պատճառով։
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախաշեմին ապրիլի 23-ին ամենամյա ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կանցկացվի պայքարը շարունակվում է կարգախոսի ներքո, խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքը եւ արդարության համար մղվող աննահանջ պայքարը։ Հոհիդայից հայտնում են, որ երթուղին կմեկնարկի Հանրապետության հրապարակից։ Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացը լոկ պատմական հիշողություն չէ, այլ կենսական պայքար հանուն հայության իրավունքների, անվտանգության եւ արժանապատիվ ապագայի, նշված է հաղորդագրությունում, որի հեղինակները կոչ են անում միանալ ջահերով երթին, քանի որ այն հայության միասնականության եւ աննահանջ պայքարի վառ դրսևորում է։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հանգստյան օրերին ոստիկանությունը բացահայտել է 143 հանցագործություն։ Արձանագրված դեպքերից 22-ը վերաբերում է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այն չունեցող անձի տրանսպորտային միջոց վարելուն, 18-ը մարմնական վնասվածք պատճառելուն, 17-ը թմրանյութի հայտնաբերման, 15-ը խարդախության, 8-ը անձնական ունեցվածքի գողության, 7-ը խուլիգանությանը։ Բացահայտվել են նաև ավազակության, կողոպուտի, երեխայի կյանքի կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու եւ այլ դեպքեր։ Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել 3-ը։ Անցած 2 օրում գրանցվել է 21 ավտովթար, 33 մարդ ստացել է վնասվածքներ։